Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որքան կարևոր է հետևել օրգանիզմում վիտամին D-ի քանակությանը։ Վիտամին D-ն խթանում է նյարդային, մկանային, էնդոկրին և իմունային համակարգերի բնականոն գործունեությունը։ Այն օրգանիզմին օգնում է յուրացնել կալցիումը և ֆոսֆորը, որոնք անհրաժեշտ են ոսկորների համար։ Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս վիտամինը ունի նաև պաշտպանական գործառույթ։ Կրճատում է քաղցկեղային բջիջների աճը, ամրացնում իմունիտետը, օգնելով պայքարել վարակների դեմ, նվազեցնելով բորբոքային գործընթացները։ Որն է իր հիմնական ֆունկցիան օրգանիզմում, դա կալցիումի ներծծումն է աղիների կողմից։ Նաև նվազեցվում է կալցիումի դուրսբերումը երեկամներով եւ վիտամին D կալցիումը տանում է դեպի ոսկրային համակարգ, այսինքն նաև ամրացնում է եւ ոսկորները։ Եվ եթե մենք ունենում ենք անբավարարություն կալցիումի, դա կարող է առաջի հերթին կբերի որոշակի ոսկրային խնդիրների, ավելի կնոսրանան ոսկրերը եւ դա նպաստելու է կոտրվածքներին։ Ապացուցված է եւ վիտամին D-ի անբավարարության դերը տարբեր հիվանդությունների զարգացման հարցում, դա տիպ 1 դիաբետն է, տիպ 2 դիաբետն է, ճարպակալումը, զարկերակային հիպերտենզիա եւ իհարկե տարբեր ոսկրային խնդիրներ։ Ամենատարածված այտենց նյութափոխանակային ոսկրային հիվանդությունը դա օստեոպորոզն է։ Վիտամին D-ն կամ արևային վիտամինը օրգանիզմը ստանում է երկու ճանապարհով։ Այն բնական կերպով սինթեզվում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ, մյուս աղբյուրը սնունդն է, սակայն մթերքում այն պարունակվում է շատ փոքր չափաբաժիններով և քիչ քանակությամբ սննդատեսակներում, ինչպիսիք են ձկնամթերքը, ձկան յուղը, խավիարը, սունկը և այլն։ Հայաստանում վիտամին D-ն մենք կարող ենք սինթեզել հիմնականում մայիսից մինչև սեպտեմբերի վերջ եւ այն վիտամին D-ի քանակը, որը մենք կարողանում ենք սինթեզել ամառվա շոգ ամիսների, արևոտ ամիսների ընթացքում, պետք է բավարարի արդեն մնացած ամբողջ տարվա ընթացքում մինչև հաջորդ ամառը գա։ Այս կարևորագույն վիտամինը գրեթե անհնար է բավարար քանակությամբ ստանալ բնական ճանապարհով, արևի ճառագայթների կամ սննդի միջոցով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության ավելի քան 80%-ը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ վիտամին D։ Մենք կարող ենք ունենալ վիտամին D-ի անբավարարություն այն դեպքում, երբ ճիշտ անկյան տակ չեն ընկնում այդ արևի ճառագայթները, չեն հասնում մեր մաշկին։ Եթե ոչ բավարար ժամանակ է տևել այդ արևի տակ գտնվելը, մեզ անհրաժեշտ է ընդամենը կես ժամից մինչև 40 րոպե գտնվել արևի տակ, բայց իհարկե մակերեսը մաշկի պետք է շատ լինի, բաց լինի մաշկը։ Ոտքերը բաց լինեն, ձեռքերը, մեջքը, պարանոցը, դեմքը եւ ոչ մի պաշտպանիչ կրեմ պետք է քսած չլինի այդ հատվածների վրա։ Իրականում մենք ունենք վիտամին D-ի անբավարարություն անգամ այս մեր արևոտ երկրում։ Նաեւ պետք է ասեմ, որ տարիքի հետ այդ հատկությունը մաշկի սինթեզել վիտամին D-ն իջնում է։ Տարիքի հետ իհարկե նվազում են եւ որոշ ֆերմենտները, որոնք նպաստում են վիտամին D-ի ներծծմանը։ Ամբողջ աշխարհում մասնագետները տվյալ իրավիճակից միակ արդյունավետ ելքն են համարում վիտամին D-ի սննդային հավելումների տեսքով ընդունումը։ Դա օգնում է պահպանել արևային վիտամինի օպտիմալ մակարդակն օրգանիզմում։ Վիտամին D-ի անհրաժեշտություն ունեն բոլորը։ Սկսած ներարգանդային կյանքից պտուղը ունի այդ անհրաժեշտությունը եւ եթե մայրը ունի վիտամին D-ի անբավարարություն, ապա ինքը ստանում է հավելումներ եւ նորածինները պարտադիր ունեն այդ անհրաժեշտությունը նոր ոսկրային համակարգի նորմալ զարգացման համար եւ դրա համար բոլոր նորածինները պրոֆիլակտիկ նպատակներով ստանում են 500 միավոր վիտամին D ամեն օր։ Շատ կարևոր է բավարար քանակով կալցիումի եւ վիտամին D-ի ընդունումը սեռահասունացման տարիքում։ Դա այն տարիքն է, երբ որ բավականին ակտիվ է հավաքվում, կուտակվում ոսկրային զանգվածը։ Ոսկրային զանգվածի կուտակումը շարունակվում է մինչև մոտավորապես 25 տարեկան։ Դրանից հետո արդեն կուտակում չի գնում ոսկրային զանգվածի, մոտավորապես մի 10-15 տարի մաքսիմում այդ ոսկրային զանգվածը sense պլատոյի տեսք է ունենում, այսինքն չի կուտակվում եւ պետք է որ եւ չքչանա, դրանից հետո արդեն սկսում է կորուստը ոսկրային զանգվածի։ Վիտամին D խորհուրդ է տրվում ընդունել օրվա առաջին կեսին, ուտելու ընթացքում, քանի որ վիտամինի լավ յուրացման համար յուղային միջավայր է անհրաժեշտ։ Մեկ բաժակ կաթը կամ փոքր կարագը կօգնեն այդ հարցում։ Շատ սպეციფიկ չեն ախտանշանները վիտամին D-ի անբավարարության։ Սպეციფիկներից երեխաների մոտ ամենահայտնի ախտանիշները դա ռախիտի ախտանիշներն էին, երբ որ սկսում է երեխան քայլել իր քաշի ծանրությունից
ոտքերը ծռվում են, դա կարող լինի այո վիտամին D-ի անբավարարության հետ կապված կամ ճակատը երբ որ այսպես մեծանում է, հաստանում են եւ գլուխը մեծանում է, այո դա էլ կարող լինի նշան ռախիտի։ Ավելի մեծ երեխաների շրջանում դա կարող լինի թուլություն, մկանային թուլություն կարող լինի, կոտրվածքները կարող են դրա մասին խոսել, որոշ չափով քրտնատադրության ավելացումը կարող լինի, ոչ բոլոր դեպքերում, բայց այո դա նույնպես կարող լինի նշան վիտամին D-ի անբավարարության։ Մեծահասակների մոտ կարող են ունենալ ոսկրային ցավեր, կարող են ունենալ մկանային ցավեր, մկանային թուլություն, նաև կարող լինի այսպես կոչված մրջունների վազքի զգացողությունը, ծակծկոցները մարմնի վրա, եթե ավելի բավականին խորն է լինում, կարող են լինել եւ արդեն ջղացություններ պացիենտների մոտ, դա միայն վիտամին D-ի հետ կապված չի, դա կապված է նաև կալցիումի, մագնեզիումի անբավարարության հետ նույնպես։ Վիտամին D-ի ավելցուկ օրգանիզմում եւս լինում է, բայց դա շատ հազվադեպ խնդիր է, որը կարող է առաջանալ գլխավորապես հավելումների օրական չափաբաժնի չարաշահման արդյունքում։